Շարունակում ենք մեր ծրագիրը բարելույթ եւս մեկ անգամ բոլորին եւ ասեմ, որ 1982 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից որոշվեց ապրիլի 29-ը նշել Պարի միջազգային օր։ Տոնը նվիրված է Պարի բոլոր ոճերին եւ հենց այս առիթով, քանի որ բարեկամություն պետական անսամբլը ունի հենց ամսի 26-ին, ապրիլի 26-ին մի շատ հետաքրքիր իրադարձություն, այս առիթով մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք բարեկամություն պետական անսամբլի արտիստներ Անի Մելյանին եւ Մարինե Մարուքյանին։ Բարի առավոտ։ Հիանալի դուք։ Նախ ուզում եմ նախապես շնորհավորել ձեզ Պարի միջազգային օրվա հետ կապված, դե ապրիլի 29-ին, բայց շուտ եմ շնորհավորում, ոչինչ։ Եվ ուզում եմ հասկանամ ինչպես որոշվեց, որ Պարի գնալ, հա, դա ծնողների որոշումն ա եղել ձեր պարագայում, թե հենց դուք եք ուզել, որտեղ փոքր ժամանակ մենք չենք հասկանում ինչ ենք ուզում, առավել շատ գնում ենք ծնողների դրդմամբ։ Իմ պարագայում ծնողների մասնավորապես հորեղբորս, դե 5 տարեկանում եմ գնացել, դժվար թե ես որոշեի դա։ Հետո արդեն դե ցանկությամբ։ Իմ պարագայում հակառակներ, տանը մենք հաջողվում ենք դաշնամուրի եւ քույրս, եւ մի օր ես բուն տարեցի եւ ասացի, որ ես ուզում եմ գնալ Պարի, այդպես սկսվեց իմ կարիերան։ Քանի տարի արդեն պարարվեստում եք։ 10-ից ավել։ Ես 20 ավել մի քիչ։ Առաջին հայացքից բոլորիս համար շատ գեղեցիկ է, չէ՞, որ պարում են, շատ հրաշալի է, բայց մենք չգիտենք թե դժվարությունների մասին։ Իսկ Պարին այդ գեղեցիկությանը, հա, հասնելու համար պահանջում է քրտնաջան աշխատանք, դժվարություններ, որոշակի զողողություններ։ Մի քիչ խոսենք նաև այս վարակուրից այն կողմի մասին, թե ինչ է կատարվում, որ հետո արդեն արդյունքը մենք տեսնում ենք բեմում։ Իրականում յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մասնագիտություն պահանջում է ամենօրյա աշխատանք, թերևս դժվարությունը երևի դրա մեջ է, որ անգամ մի օր բաց թողնելը դա իր տեղը երևում է ու դժվարությունները իհարկե կան եւ ֆիզիկապես եւ հոգեպես, ուղղակի անհրաժեշտ է ամուր ոգի եւ ինձ թվում է պետք է սիրել մասնագիտությունը, որ սիրում ես, փորձում ես հաղթահարել։ Իսկ եղել է պահ, որ օրինակ ասեք վերջ, ես ինչի որոշեցի պարող դառնամ, ավելի լավ չէր բժիշկ դառնայի, օրինակ իմ մոտ եղել է շատ։ Լինում են ոչ հաճախ, բայց երբեմն լինում են։ Բայց իհարկե սերը պարարվեստի հանդեպ այնքան մեծ է, կոնկրետ մեր պարագայում ու նվիրումը, որ այդպես կտրուկ, որ գնանք դեպի բժշկություն, այդպեսի ցանկություն չի առաջացել։ Եթե վերցնենք արվեստը ինքը նույնպես բժշկության տարբերակ է, բուժում է հոգիները։ Ուրեմն հասկանանք, թե ինչպես սկսվեց ձեր հաղթարշավը դեպի բարեկամություն պետական անսամբլ։ Բարեկամություն անսամբլում ընդունվում են պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կրթություն եւ որոշակի փորձաշրջան անցնելուց հետո արդեն որոշվում է, կարող են համապատասխանում է պարողը անսամբլի չափանիշներին, թե ոչ։ Արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած պետք է գալ բարեկամություն անսամբլ։ Քանի տարի է բարեկամությունում եք։ Ես 14։ Ես արդեն 6-րդ տարին է։ Ինչ դժվարություններ եք ընթեղ հանդիպել այս տարիների ընթացքում։ Մենք խոսում ենք անդադ դժվարություն։ Իրականում անսամբլը ունի շատ խիստ դրված կարգապահություն, ինչը դա առաջին հայացքից իհարկե թվում է խիստ եւ ձեր ասած դժվարությունը, բայց հաջողության գրավականը, հավատացեք, տարիների ընթացքում հասկանում ես, որ դա է դասական ուղղվածություն, կարգապահություն ու եւ բեմադրությունների բարդություն, որը տարիների ընթացքում ես հաղթահարում, որովհետեւ մեր անսամբլը ապարելը մեր ասպարեզի մարդկանց պարզ է, որ բարդ է շատ, քանի որ շատ բազմաբովանդակ է ծրագիրը, շատ տարբեր է, տարբեր ազգերի պարեր ենք ներկայացնում, ինչպես գիտեք, դասական, մոդեռն, այսինքն այդ ամեն ինչը դու ինչքան է պրոֆեսիոնալ լինելով ես մտնում անսամբլ, բայց միևնույն է տարիների ընթացքում ես հղկվում, իսկ այդ հղկման ճանապարհը բարդ է։ Եկեք խոսենք նաև ապրիլի 26-ին կայանալիք հետաքրքիր իրադարձության մասին։ Ինչ է լինելու որտեղ։ Ինչպես նշեցիք Պարի միջազգային օրվան ընդառաջ, մենք համերգային ծրագրով ելույթ կունենանք քաղաք Աբովյանում, համերգը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի համերգային սրահում, եւ սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին, որտեղ կտեսնի մեր խաղացանկից համարներ, հիմնականում հայկական են լինելու, բայց ունենք նաեւ դասական եւ ժամանակակից վճռված բեմադրություններ։ Եվ այդ օրը այդ ամենը ներկայացում է արդեն հանդիսատեսին։ Ամբողջ կազմով է ներկայանալու բարեկամությունը։ Այո։ Անգամ ունենք նոր այսպես ասած պարողներ, մի քանի, ովքեր երևի թե պրեմիերա կունենան, այդպես։
Այ ասացիք նոր պարողներ։ Ինձ հետաքրքիր է ինչպես է կատարում սերնդափոխությունը բարեկամությունում, հա, երբ որ նոր մարդ է գալիս, այ դուք եք ժամանակին եղել նոր բարեկամությունում։ Ինչպես է այդ process-ը կատարում, ինչպես են ընդունում նորեկին, ինչպես են փորձում օգնել, փորձում են խանգարել։ Չէ, խանգարել հաստատ չեմ Խանգարել չէ, որտեղ մեր շահերից է բխում, որ շուտ ինտեգրվի շարքերը, ինչքան հնարավորին է շուտ, ինչքան հնարավորին է շուտ ինտեգրվեն, այսինքն բոլոր բարերը իրենք էլ մեր նման արդեն բար են, այնպես որ բոլորս ենք շահագրգռված, որ հնարավորինս արագ տեղի ունեն այդ ինտեգրումը։ Իսկ ինչպես է դա կատարում, այսինքն երբ որ մենք հասկանում ենք հատկապես աղջիկների պարագայում, հա, որ ընտանիք, երեխաներ, գալիս է մի ժամանակ, որ ամուսինը ձեռք խփում, ասական վերջ էլ ոչ մի բար մնա տան երեխեքին հետևի։ Հա, կա տենց բան։ Լինում են դեպքեր, դրա մեջ չի հանդիպել, բայց լինում են։ Դրա համար մենք չենք ամուսնացել։ Բայց ավելի հեշտ է, երբ ամուսինը նույն դաշտում է, թե ավելի հեշտ է, երբ ամուսինը անսամբլից դուրս է։ Ճիշտ ասած անսամբլում երկու տարբերակից էլ ունենք եւ հարկ աստծո նման խնդիրներ չեն առաջացել, որովհետեւ երևի տեսնում են նվիրումը եւ պրոֆեսիոնալիզմը։ Ճիշտ ասած այդպիսի դեպք չի գրանցվում, որ ամուսինը կամ կինը դեմ լինի դրա համար կարող աշխատանքից դուրս գա, ուղղակի մեզ մոտ տարիքային, այսպես ասած, ներքին սահմանափակում կա, որ որոշակի տարիքից հետո շատ երիտասարդական է մեր անսամբլը, կարելի ասել պետական կոլեկտիվներից Որոշակի տարիք որն է 80-ից հետո։ Չէ, մաքսիմում 35-40 երևի թե դե կարծում եմ մինչև այդ էլի բարում են եւ էլ ընտանեկան խնդիրներ չեն լինում։ Թորներին արդեն պետք է պահել։ Լավ, ինձ միշտ հետաքրքիր է, մենք շատ հաճախ դա տեսնում ենք ֆիլմերում, երբ որ պարողները, հատկապես պարուհիները շատ զողողություններ են գնում, կապված համեղ խոհանոցի հետ։ Մեր Ադրինեն թագավորում է այստեղ եւ այնպեսի բաներ է պատրաստում, որ ես եթե պարող լինեի, ես հաստատ հենց առաջի սեմեստրից դուրս կմնայի առաջի բանից։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ զողողություններ եք գնում։ Դիետաներ ասվածները պարողների թե Դե մեր պարագայում ի տարբերություն բալետի արտիստների, որոնք ավելի խիստ դիետաներ են պահում, մենք այդպիսի խիստ դիետաների չենք հետևում, ուղղակի մեր գրաֆիկ աշխատանքային այնքան ծանրաբեռնված է, մենք այնքան էներգիա ենք ծախսում, որ չենք էլ հասցնում չաղանալ, այսպես ասած։ Չենք հասցնում չաղանալ։ Չենք հասցնում ուտել։ Շատ լավ, ինչ նոր համարներ է պատրաստում բարեկամություն, ինչ նորություններ կան, որոնք դեռ process-ի մեջ են։ Մոտակա համերգներին ունենք վերականգնված համար Չինարես Կոմիտասի, որը նույնպես Օբովյանում մեր հանդիսատեսը կտեսնի եւ շատ հաճելի անակնկալ ունենք պրեմիերա, որը կկայանա Ֆրանսիայում, ունենք արդեն չինական պար, այո, Ֆրանսիայում չինական պար, ներկայացնում է բարեկամությունը, հայկական Այո, իրականում Ֆրանսիայում ունենք նաեւ ելույթ մայիս ամսին, շրջագայության ենք մեկնելու Փարիզ եւ Մարսել քաղաքներ, այնտեղ Ժաֆ միություն կա երիտասարդական հայկական եւ նրա 80-ամյակին ենք մասնակցելու։ Այնտեղ գործող պարարվեստի Արաքս խմբի 80-ամյակն է։ Վաղուց ենք համագործակցում իհարկե անսամբլով, այսպես ասած, վաղուցվա բարեկամներ ենք, մեր ղեկավարը։ Բարեկամություն կա։ Այո, մեր ղեկավարը շատ լավ կապեր ունի իրենց հետ եւ շարունակական է դա։ Արդեն երրորդ անգամ ենք հրավերով ներկա լինելու, Ժաֆի հրավերով։ Շատ ուրախ եմ նշելու, որ այս անգամ մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը աջակցել է մեզ այդ հարցում եւ պատվով միանշանակ ինչպես նախորդ երկու անգամները, այս անգամ եւս պատվով ենք ներկայանելու եւ ինչ վերաբերում է չինական պարին, մեր այնտեղի հանդիսատեսը շատ լավ ծանոթ է մեզ, մեր այսպես ասած սպարացանկին եւ իրենք տեղյակ են, որ մենք ներկայացնում ենք տարբեր ազգերի պարեր։ Նախորդ երկու անգամները մեծամասամբ տարել ենք ավելի հայկական, ավելի ազգային, այսպես ասած ծրագրեր, այս անգամ մի փոքր տարբերվում ենք։ Քանի որ գնում ենք իրենց 80-ամյակը, այսպես ասած շնորհավորելու, ամսի 24-ին իրենք ունենալու են իրենց 80-ամյակի նվիրված համերգ, մենք այդտեղ հյուր ենք լինելու։ Դե այնտեղ բնականաբար ավելի հայկական ծրագիր է լինելու եւ մենք նվերի տեսքով փորձում ենք ավելի ներկայանալ մի փոքր այլ ազգերի պարերով, այդ թվում եւ չինական պարը, որը պրեմիերա այնտեղ կունենանք։ Քանի հոգի եք բարեկամությունում ընդհանուր։
40 մոտ 40 տղաներ աղջիկներ միասին։ Մոտ 40, ես չգիտեմ, ես գինին 40 հոգու մեջ կարող եք բաժանել թե ոչ, բայց հաստատ տրամադրությունը կտա։ Իջովանի Սարգոն կարմիր չոր գինին, ես գիտեմ, որ պարողներին թույլատրվում է կարմիր չոր, շատ քիչ չափաբաժնով, բայց միևնույն է տրամադրությունը ապահովելու համար ձեզ ուղղում եմ անսահման հաջողություններ, որովհետև այդ բարեկամությունը, որ ստեղծվել է բարեկամության շնորհիվ տարբեր երկրներում, դա շատ կարևոր է նաև մեր ազգի համար։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, ձեր ամբողջ թիմին եւ ձեզ մաղթում ենք հաջողություններ եւ նաեւ շատ լավ ելույթ, բնականաբար այդպես էլ կլինի արդեն ամսի 26-ին ու ամբողջ թիմին շնորհավորում ենք Պարի միջազգային օրվա հետ կապված։ Շնորհակալություն։ Ձեզ աղջիկներ, չտակ ոչ մեկին։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել իհարկե արև բացիկներից, յուրահատկությունը բացիկների նրանումն է, որ այստեղ ներառված են հայտնի երգերից ֆրազներ եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Կամ ծաղիկների հետ, կամ նվերների հետ, կամ պարզապես, հա։ Ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկներն էլ Հայկոյի երգի դիտողներն են, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, իսկ հաջորդը ուղղաչվեցին մեր հայացքները։ Սա ձեզ Դե պահեք ձեզ կամ նվիրեք ինչ-որ հարազատ մարդ, որը սեղանին չի խփի ու ասի վերջ նստեցիք տանը։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, գեղեցկուիներին կճանապարհենք, հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր ծրագիրը։